2009 թվականին Ռիչարդ Խին անունով մի տղամարդ, ով ամերիկացի է, որոշում է, որ պետք է երկինք թռցնի փուչիկ, որը նման է այլմոլորակայինի ափսեի։ Ու նրա մեծ տղան, ով որ այդ ամբողջ ընթացքը նկարում էր, գոռում է, որ Ֆալկոնը մնացել է այդ փուչիկի ներսում։ Եթե ինչ Ֆալկոնը Ռիչարդի փոքր տղան էր։ Դե իրենց փոքր երեխայի համար անհանգստացած ծնողները զանգահարում են ոստիկանություն, զանգահարում են փրկարարներին եւ անգամ վերտալյոտ, որը ուղիղ եթեր է մտած, հետևում է, թե որտեղ է գնում այդ փուչիկը, որ կողմ է գնում։ Ու կարելի է ասել ամբողջ Ամերիկան հետևում էր այդ փուչիկին, թե որտեղ է իջնելու։ Փուչիկը իջնում է ներքև, Ֆալկոնին այնտեղ չեն գտնում եւ մտածում են ոստիկանությունը, որ հնարավոր է օդում ինչ որ միտեղ ընկել է ու շարունակում են ման գալ բոլոր հնարավոր եւ գուշակեք, վերջում պարզվում է, որ Ֆալկոնը ընդամենը իրենց պատվալում էր։ Ծնողները նշում են, որ հավանաբար միամիտ Ֆալկոնը փակվել էր այդ սենյակում։ Ակրողները հարցնում են Ֆալկոնին, թե ինչպես է ստացվել, որ դու փակվել ես այդ սենյակում, կպատմես եղելությունը, ու նա նշում է, որ բոլորը արել են իր ծնողները, որպեսզի իրենց ցույց տան հեռուստացույցով։ Ծնողներին տուգանում են $36,000 չափով եւ նաեւ մի քանի ամիս ստիպում են, որպեսզի Ամերիկայի փողոցները մաքրեն ամեն առավոտ։ Այդ տենց տուգանքներ։